այդքան որ խոսում են այդ ինքնիշխանությունից, Թուրքիան ինչի է դիմել, որ ինչի է աղերսել, որ մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ 1952-ին, որպեսզի խուսափի ԽՍՀՄ-ի սպառնալիքից։ Լեհաստանը ինչի է մտել ՆԱՏՕ-ի մեջ, Բելգիան ինչի են պետությունները հավաքվում մի անվտանգային հովանոցի տակ, որ դիմագրավեն մեկ այլ անվտանգային հովանոցից եկող սպառնալիքներին։ Մնացածը գրանտային, այսպես բաներից գոլորշուտ բթացած ուղեղների դրսևորումներ է, որ ասում են, ինքնիշխանությունը, չեմ, ռուսական Կրեմլի ստրուկները եւ այլն եւ այլն։ Հիմա այս հարցի մյուս դրվագը, որը դիվանագիտական ինչ-որ փաստաթղթերի գաղտնազերծում չի էլ պահանջում, շատ հստակ է եղել, որ Թուրքիան եւ իդեմս Թուրքիայի արևմուտքը, ՆԱՏՕ-ն միշտ ցանկացել է ԽՍՀՄ փլուզումից հետո այս տարածաշրջանից հեռացնել ռուսական ներկայությունը, ռազմական ներկայությունը։ Դա նրան հաջողվել է Վրաստանում, դա Վրաստանից դուրս է բերվել, չէ, ռուսական բազաները, դա նրան հաջողվել է Ադրբեջանում եւ վերջինը Հայաստանն է։ Եվ սա շատ հստակ է, որևէ գաղտնիք չի, որ Թուրքիայի պահանջներից, ցանկություններից եւ ոչ միայն Թուրքիայի, թուրք արևմտյան ցանկություններից մեկը ռուսական ներկայության այստեղից հեռացումն է։